Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայացնել ազգային ժողովի նախագահի թեկնածու, ճանաչված իրավաբան, բազմաթիվ քաղբանտարկյալների ազատության համար պայքար մղած և ազատություն բերած պաշտպան, իրավապաշտպան, ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Արամ Պողոսի Վարդևանյանի կենսագրությունը։ Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում, երևանցի է։ Նրա մասնագիտական ուղին հիմնված է հիմնարար կրթության և բարձր պատասխանատվության վրա։ Կրթության մասին 2009 թվականին Արամ Վարդևանյանը ավարտել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, քրեական իրավունք և քրեական դատավարության մասնագիտությամբ։ 2011 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան քրեական իրավունք մասնագիտացումով, 2013 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, 2014 թվականին ավարտել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների դպրոցն է ավարտել պարոն Վարդևանյանը, ունի փաստաբանի որակավորում, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Պարոն Վարդևանյանը ունի պետական և մասնագիտական գործունեության հարուստ փորձ։ Այսպես 2011 թվականին սկսելով իր աշխատանքային գործունեությունը, պարոն Վարդևանյանը եղել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքի վարչության մասնագետ։ 2012 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին եղել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար առաջատար մասնագետ։ 2012-ից 14 թվականները պարոն Վարդևանյանը եղել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը։ Համոզված եմ բոլորդ հիշում եք պարոն Վարդևանյանի գործունեությունը Սահմանադրական դատարանում որպես ՄԻՊ ներկայացուցիչ և հանրօգուտ և իօգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նախաձեռնած լայնածավալ աշխատանքը։ 2013-ից 19 թվականը Արամ Վարդևանյանը զբաղվել է ակտիվ գիտահետազոտական գործունեությամբ։ Եղել է Հայաստանում ամերիկյան համալսարանի, հայ-ռուսական սլավոնական համալսարանի, քրեական իրավունքի և քրեական դատավարական իրավունքի և սահմանադրական իրավունքի ամբիոնների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի դասախոս։ 2014-ից 16 թվականները եղել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։ 16-ից 17 թվականները եղել է վարչապետի օգնական, Հայաստանի Հանրապետության վարչապետի, 2017-ից 18 թվականները Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական։ 2018-ից 21 թվականները պարոն Վարդևանյանը հիմնադրել է JP Justice and Protection, փաստաբանական գրասենյակը, եղել է հիմնադիր տնօրենը և փաստաբանը։ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Հայաստան կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին պարոն Վարդևանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և իր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները դադարել է։ 2022 թվականի դեկտեմբերի 15-ից պարոն Վարդևանյանը վերադարձել է իր կողմից հիմնադրված JP փաստաբանական գրասենյակ և շարունակել է փաստաբանական գործունեությունը։ 2023 թվականին Կենտրոնական բանկի որոշմամբ 27/12/2023 թվականին ընդունված որոշմամբ պարոն Վարդևանյանը նշանակվել է Նայիրի ապահովագրական ընկերության խորհրդի անդամ։ 2025 թվականի օգոստոսից 26 թվականի օգոստոսի 1-ը պարոն Վարդևանյանը եղել է Տաշիր կապիտալ ընկերության գլխավոր իրավաբանը։ Պարոն Վարդևանյանը 2014 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի խորհրդականի կոչում,
հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի նախագծի եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծի մշակման համակարգող խմբի անդամ, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի մշակման Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ։ 2018 թվականին պարոն Վարդևանյանը պարգևատրվել է վարչապետի շնորհակալագրով, 22-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Պարոն Վարդևանյանը ամուսնացած է, ունի 2 զավակ։ Հայերենից բացի գերազանցությամբ տիրապետում է ռուսերեն լեզվին, գերազանցությամբ տիրապետում է անգլերեն լեզվին։ Համոզված եմ, ես ճանաչելով պարոն Վարդևանյանին շուրջ 20 տարի, որ որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ, պարոն Վարդևանյանը իր ամբողջ ներուժը, գիտելիքները ու փորձը ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օրինականության, իրավունքի գերակայության եւ պետական շահերի պաշտպանության գործում։ Շնորհակալություն։ Իսկ հիմա եթե ունեք հարցեր, ուրախ կլեմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար